Հարգելի ստատիտողներ, այսօր մեր տաղավարում զրուցելու ենք ազգային ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանին, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Հայրիկյան։ Ես նույնպես։ Պարոն Հայրիկյան, սկսենք վերջին շրջանում ամենաշատ քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող, թեմայից տեսանք, թե ինչպես, Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը այսպես ԱԾ-ն ներխուժեց, Գետնին այսպես տապալելով բերման ենթարկեցին, այն դեպքում, երբ որ ակնհայտ էր, տեսանյութերում է, որ այդպես այնպես չի, որ դիմադրություններ ցուցաբերվում հարկադրված։ Այդ ամենը ինչի համար էր, Նիկոլ Փաշինյանի, այսպես նրա, քանի որ միջև ամբողջ Քարոզարշավին ասում էր, այս Գետնինը ասֆալտին եմ փռելու, Գետնին եմ տապալելու, այս ցանկությունը բավարարելու համար էր, թե այսպես իսկապես քաղաքական, իրավական գործընթաց։ Չէ, տվյալ դեպքում քաղաքականը ընդհանրապես դուրս պիտի հանենք, տվյալ դեպքում խոսքը վերաբերում է իրավական մոտեցումներին եւ մարդկային, բայց քաղաքական տեսանկյունից հարցին պետք չի նայել, իրավական տեսանկյունից բացարձակապես անհասկանալի է, որ ոչ միայն այդ կալանավորման ընթացքում կիրառված գործելավոճը, այլ ընդհանրապես որևէ մեկի ունեցվածքի վրա կալանք կարող է տրվել միայն եւ ավելին մանավանդ բռնագրավել դատարանի որոշմամբ։ Ես դեռ իրավաբան չէի սրանից 30 քանի տարի առաջ, երբ ինձ տարան Մոսկվա, հատուկ օդանավով Երևանից տարան Մոսկվա, Երևանի KGB-ի բանտից, եւ տեսեք ինչ բարձր մակարդակով սովետական միության գերագույն խորհրդի պրեզիդիում նախագահությունը որոշում են ընդունել ինձ ներել։ Ներկայացնում էր փաստաթուղթը գլխավոր դատախազի սովետական միության առաջին տեղակալը, որ ներկայացրեց, որ դուք ներված եք, ասում եմ կանգ առեք, փաստաթուղթ եք կարդում, բայց ոնց ներված եմ, ես դատված չեմ, որ ներվեմ, ճիշտ է կալանքի տակ եմ, բայց իմ կալանքը դեռ ոչինչ չի նշանակում, դատարանը պետք է որոշի, ինքը որպես իրավաբան այլայլվեց, այսինքն այն ժամանակ ես դեռ իրավաբան չէի, բայց բանկաներ, որ կան բաներ, որ բոլոր քաղաքացիները այսօր կարող են հասկանալ, մարդը դեռևս կալանավորված չի անգամ, բայց առավելիվս դատված չի ու հանկարծ նրա ունեցվածքի վրա, գիտեք, ես մոռանանք, համագրանք, հակագրանք, դրանք կարևոր չեն, դրա համար ասացի քաղաքականը հանենք դուրս, որովհետև որպես կանոն քաղաքական գործիչները այլ քաղաքական գործիչների կամ այդպես ներկայացողներին համարում են մրցակից։ Զոտ իրավական տեսակետից, ինչ իրավունքով ես դու կալանքի տակ դնում, արգելափակում, տարբեր ձեռնարկություններ եւ այլն։ Ասում է հարկերից խուսափում, գումարի շորթում։ Ամենածանր հանցագործություն թող լինի։ Դատարանն է գնահատական տվողը։ Բացի այդ, բացառիկ այսպես հատուկ դեպքերում են, չէ՞, ձեռնաշղթա կիրառում սովորաբար։ Եթե դիմադրության կասկած կա, բայց այդ տեսանյութից պարզվում որ որպես այդպեսին դիմադրություն չկա։ Տեսեք, այստեղ այնքան հետաքրքիր ասելու բաներ կան։ Մենք խոսում ենք այժմ իրավական խախտումների մասին, մարդկային բացասական դրսևորումների մասին, բայց այդ ամենին զուգահեռ ես միշտ նայում եմ նաև տիեզերականը։ Տիեզերականը շատ ավելի կարևոր է, այսինքն ստրատեգիական հայացքը երևույթների վրա։ Որովհետև երբ ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, ես մտածում եմ, ես ինչ սխալ եմ թույլ տվել, որ ինձ հետ այս բանը կատարվեց։ Ապօրինի բան կատարվեց, բայց կատարվեց։ Չէ՞ որ ամենակարողը ամեն ինչին հսկում է։ Ինչ վերաբերում է այդ կալանավորման ընթացքում կամ ձերբակալման ընթացքում նախնական փուլում կիրառվող անհարկի քայլերին, դա ցույց է տալիս, որ այդ կառույցի աշխատողները իրենց իրավասությունները, իրավազորության չափերը կամ չեն պատկերացնում, կամ էլ իրենց թվում է, որ Հայաստանում օրենքը փոխարինվել է ինչ-որ մեկի հրամաններով։ Նախ ինչ է նշանակում Հայաստանում պաշտոնապես ամենաբարձր դիրքը գրավող մարդու հայտարարությունները պատին կծեփեմ ժամանակին հիշում եք, չէ, ասֆալտ եւ այլ, չեմ էլ ուզում կրկնել այդ բառը։ Եթե այսօր ասում էր, երբ որ լրագրողները հարց էին ուղղում, որ կամ կկզացնեմ ո՞ւմ է։ Ինքը ասում էր, ես անգամ այդ տեսանյութերը չեմ էլ տեսել, այդ բերման ենթարկելու, այդպես էր ասում Նիկոլ Փաշինյանը։ Ինքը ինչ կասի, չինը գուցե դες հետաքրքիր, բայց ինձ հետաքրում է երևույթը, որ մարդ ով սպառնացել է ամենավերջին հետին քրեական հանցագործներին բնորոշ տերմիններով, ում համար դա չինեմ բնականon է, այդ մարդուն ենթակա անվտանգության եւ ոստիկանական ծառայությունները իրենց այնպես են պահում, որ
միայն Ալիևի մոտ կարող էին հանդիպել կամ մյուս բռնապետ Լուկաշենկոյի մոտ։ Երբ ես Հանրությանը նախազգուշացնում էի, որ մենք չպետք է նպաստենք, նաև Նիկոլին սիրելով, ովքեր որ Նիկոլին սիրում են, նրանք էլ չպետք է նպաստեն, որ Նիկոլ Փաշինյանը դառնա Նիկոլո Չաուշեսկու։ Ես ավելի շատ օգտագործում էի Լուկաշենկոյացում, բայց ինքը թափով գնում է նաև Ալիևացման ճանապարհով, եթե սիրում եք Նիկոլին, հասկացեք, որ դա շատ վատ վերջաբան է։ Եվ ձեզ համար, բոլոր քաղաքացիների, եւ Նիկոլ Փաշինյանի համար, այս ինչ որ ինքը անում է, գիտեք, ես այն տեսակետին չեմ, որ որևէ մեկը պիտի հանցագործություն կատարի, հանկարծ կարող են որոնք սխալ հասկանան։ Ես վաղը հանցագործություն կատարեմ, ինձ պիտի կալանավորեն, բայց կալանավորողը պիտի ինձից ոչ պակաս ցավի իմ կալանավորման համար։ Այսինքն, եթե դու երկրի իշխանավոր ես ու գիտես, որ պիտի մեկը կալանավորվի, քո անձնական զգացումները, մանավանդ ատելությունը անթույլատրելի բան է։ Գիտեք, չէ՞ մեղք է, ատելը հանցագործություն է, Աստծո առաջ։ Դու պիտի ասես, վայ, այս մարդուն կար ինչ ցավալի է։ Այնպես անենք, որ օրենքի ողջ խստությունը կիրառվի, բայց եւ այլն, ասին, դու մնաս մարդ, քո մարդկային որակներով։ Իսկ երբ դու ասում ես, առաջնորդվում ես նախանձով, չարությամբ, ատելությամբ, գոռոզությամբ, հայախոսությամբ, դրանք մեծ մասը մահացու մեղքեր են, ու մի քանի հազար տարի է, որ աշխարհը այդպեսին է համարում։ Մենք ականատես եղանք այն բանին, որ ոչ թե օրենքի պահանջին է կատարվում, կամ օրենքի շահերից ելնելով, պետության շահերից ելնելով գործողություններ է կատարվում, այլ անձնական ամենացածր որակներ ունեցող մարդու հրամաններ, եւ ցածր օղակներում եւ վերին, ինչ է նշանակում, ես չեմ տեսել, ես շատ վատ կզգայի, մոտիկ մարդիկ են պատմում, ասում են, որ նույնիսկ հարվածելով գետին են տապալել, այդ ինչ խայտարակություն է, ինչի համար, դիմադրում է մարդը, բռնություն է կիրառել որևէ նկատմամբ, հանցագործություն է կատարել, դրա համար կա դատարան, բայց դուք ինչու եք հենց սկզբից մինչև դատարանի որոշում ընդունելը, որոշում կայացնում նաև նրա գույքային Բացի դա այդ գործարանների աշխատանքի թելափակման, հետևանքով այսօր տեսնում ենք շատ քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնել, օրինակ անորոշ վիճակում են, չգիտեն աշխատանքը ինչ կլինի։ Ես այս պայմաններում զարմացա, որ 2 օր առաջ գազ էի լցնում մեքենայից մեջ, մոտենում էի այնտեղ ու մտածում էի, հիմա երևի դա էլ փակած կլիներ, առայժմ փակված չէր, բայց ինչ եք դուք մյուս ձեռնարկությունները փակում, կամ կենթանիների նկատմամբ այդ վերաբերմունքը։ Ախր դա մարդու անձնական սեփականությունն է, դատարանը կարող է վաղը որոշել, որ այս մարդը արդար է, կարող է նաև հակառակը լինել, բայց դատարանի որոշումից հետո ինչի են իշխանության տարանջատման մասին խոսում, գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն եւ դատական իշխանություն։ Նիկոլ Փաշինյանը, պարոն Հայրիկյան, նայեք ինչ է ասում է, երբ որ քաղաքացիները դատական իրավական համակարգից դժգոհում են, ասում են այս մարդիկ ինչու են ազատության մեջ, ինչու կալանավայրում չեն, ու ասում են այդ դժգոհությունները ոչ թե, օրինակ դատախազին կամ մեկ այլ անձի են ներկայացնում, այլ իրեն են ներկայացնում։ Դրա համար ասում է, ես ստիպված եմ լինում շատ հարցերում միջամտել դատական process-ներին, որովհետև հանրությունն է ինձնից պահանջում, ասում այս ընտրություններն էլ եւս մեկ անգամ մեզ մանդատ տվեցին, որ այս բոլոր process-ները իրականացնենք։ Ես հանրության մեջ մտնում եմ, թե ես հանրության մեջ չկամ։ Այսինքն այն մարդը, ում կոչով ժամանակին 2 միլիոն ավելիցը մարդիկ կատարել են իմ ծրագրային պահանջի ի նպաստ քայլ։ Հիմա ես հանրության մաս համարվում եմ ձեր կարծիքով։ Չկա հայ իրականության մեջ մարդ, ով ծրագիր մշակած լինի եւ այդ մարդու ծրագրին ոչ թե իր կուսակցության քաղաքական ուժին տան 600-700 ձայն, այն էլ ինչպես հանրությունն ասում է, կասկածելի ընտրություններով, այլ անկախության հանրաքվեում ինձ տվել են 2.400.000 մարդ ինձ ձայն է տվել իմ ծրագրերին։ Հիմա ես հանրության մաս եմ։ Եթե ոչ, ուրեմն հասկանանք, որ ամեն ինչ գլխի վրա շուռ է եկել։ Իսկ եթե հանրության մաս եմ եւ երբեւե հայոց ժողովրդի պատմության մեջ ստացած ամենաշատ տոկոսներ ստացած մարդը իր գաղափարի համար, այդ չեմ խոսում 90 թվականին արտաքսված լինելով, ստացել եմ 92%, ոչ մի պատգամավոր այդքան տոկոս չի ստացել։ Հիմա ես եմ հանրության մասը։ Ես ընտրություններից առաջ բոլոր քաղաքական ուժերին, նաև Նիկոլ Փաշինյանին, ասում էի, սիրելի Նիկոլ Փաշինյան, դու խախտել ես կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այսինչ հոդվածը, որը նշանակում է Հայաստանը այլևս ժողովրդավարական չէ։ Հիմա հանրությունը, ես հանրության մաս ասել եմ քեզ, որ դու ես հանցանքն ես կատարել, գնա դատախազություն հանձնվի, որ քեզ մեղք պատժեն։ Այդ ինչի է դեպքում հանրության ձայնը չի լսում։ Երբ իրեն է վերաբերում չի լսում, երբ իր գաղափարական կամ չգիտեմ տնտեսական կամ չգիտեմ ինչ
իրեն է հայտնի, հակառակորդներին է վերաբերում, ինքը հանկարծ հիշում է հանրության պահանջը։ Այդ հանրությունը պահանջում է, որ քո իրավապահները խուլիգանություն անեն, խուլիգանությունը չէ, անզեն մարդուն հարվածել, տապալել գետնին առանց որևէ պատճառի։ Առանձին, եթե որևէ մեկի հետ այդպիսի բան անի որևէ քաղաքացի, բոլորը չեն ասի, այս մարդը քրեական հանցագործություն է կատարել, բայց օրենքի առաջ բոլորս ենք հավասար։ Այն ոստիկանները կամ այն անվտանգության ծառայության աշխատակիցները, որ նսեմացնում են կալանավորվողին առանց որևէ պատճառի, նա ոչ վտանգ է սպառնում, ոչ դիմադրում է, ոչ էլ նույնիսկ հակաճառում է։ Ասում է գնացինք։ Ով ուզում է լինի, ես էլ լինեմ, ինքն էլ լինի։ Իր հանդեպ էլ այդպիսի բան թույլ տան, ես պետք է ասեի, դա հանցագործություն է, դա հանրության պահանջի չի։ Հանրության մեջ տականքներ կան, որ բռնության սիրահար են, բռնաբարվելու եւ բռնաբարելու սիրահար են։ Մենք դրանց մասին չենք խոսում, չէ՞, խոսում ենք օրենքի, իրավունքի մասին։ Պարոն Հայրիկյան, վերջին օրերին կարծես, այսպես հա, հանրային կյանքում մի օրը նման է մյուսին։ Ամեն առավոտ արթնանում ենք ու տեսնում ենք, որ առավոտյան ԱԾ-ն ներխուժել է ինչ-որ գործի տուն, այսպես շղթան գնալով շարունակվում է։ Այսօր էլ հայտնի դարձավ, օրինակ Արեգնազ Մանուկյանի տուն են ներխուժել, դրանից նախորդիվ գիտենք ինչ process-ներ են եղել։ Մի օրը մեկին դրա մասին ենք խոսում։ Գիտեք, բնական է, մենք ինչի ենք խոսում, ես ինչի էի տագնապով խոսում Նիկոլ Փաշինյանի բռնապետ դառնալու վտանգի մասին, որովհետև դա նշանակում է դու հայտնվում ես արդեն այլ իրավիճակում, ոչ միայն դու անհատապես, այլ հանրությունը։ Եվ ես չէի ուզենա, որ որքան էլ որ ինքը ուներ այդպես անհավասարակշիռ դրսևորումներ, այդ ծեփեն պատին, ասֆալտին կզսնեմ ինչ-որ խուլիգանական բառեր։ Այնուամենայնիվ միշտ տրամադրված ես հավատալու, որ լավ դա սայթաքում էր, ընթացքում իրեն կարգի կհրավիրի կամ կուղի, բայց ես նախազգուշացրել եմ մեր հանրությանը, այս բոլոր ընտրության մասնակցողներին ասում եմ, լսեք, դուք հիվանդ չեք, կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտողը ընտրությունների մասին օրենքն էլ կխախտի եւ հետո կանցնի բոլոր սահմանները, եկեք միավորվենք, հիշում եք, սահմանադրության գաղափարի շուրջը։ Հիմա ընտրություններից հետո մեկ էլ զարտել են քնից, ինձ կոչ են անում, ասում են եկեք սահմանադրական շարժում ստեղծենք։ Այդ շարժումը վաղուց ստեղծել եմ, պատրաստի նախագիծն էլ կար։ Միանայիք։ Դրա համար ես մի տեսակ բանով եմ լցված։ Իդեպ այսօր որ ասում էի տիեզերական գնահատական, չէ՞։ Հենց դա նկատում եմ։ Պարոն Հայրիկյան, այսօր Բայրամովը կրկին խոսել է սահմանադրության մասին, այնտեղ ասում եմ էլի նույն իրենց թեզն էին, հա, առաջ տանում, ասում եմ այնտեղ տարածքային պահանջներ կան եւ միջև այդ նկրտումները սահմանադրության փոփոխության միջոցով չվերացվեն, խաղաղության պայմանագիրը չենք կարող կնքել էլի այդ հարցն են առանց քաշում։ Հիմա փաստորեն, բայց այս պահի դրությամբ ԿՊ-ն չունի այդ մեծամասնությունը սահմանադրություն փոխելու։ Ինչ մեխանիզմներով կարող են սրան հասնել նոր սահմանադրությունը։ Սահմանադրության մեջ նախատեսված այն փոփոխությունները, որ ցանկանում են թշնամիներն ու բարեկամները, դրանք պահանջում են ոչ թե պարլամենտական մեծամասնություն, այլ դրանք պահանջում են հանրաքվեում ժողովրդի ձայների մեծամասնություն։ Եվ եթե դա գոնե կից 5% ազգային ժողովում է պետք է process-ներ գնան են։ Ազգային ժողովը ընդհանրապես նախագիծն է քննարկում եւ պիտի ներկայացվի հանրությանը։ Որոշ բայց այդ նախագիծը քննարկելու համար է մեծամասնություն պետք է, որ գոնե ընդունվի։ Հանրաքվեի ներկայացնելու համար այն 3/4 մեծամասնությունը պետք չի։ Նախագիծ երբ քննարկվում է։ Այնպես որ այստեղ հիմնական խնդիրը, որի առաջ իրենք կանգնած են, այն է, որ հանրաքվեի ժամանակ կարող են տապալվել, որովհետև ի տարբերություն այս ընտրությունների, այս չընտրությունների, այդպես ասեմ, ինչ եմ այդպես ասում, վարպետորեն օգտագործվեց այն հանգամանքը, որ մի կողմում իբր գաղափարախոսական ինչ որ չափով կա, գիտեք, հայրենիքը հանձնելու, ազգային արժեքներից հրաժարվելու կեցվածքը նույնպես գաղափարախոսություն է իր մեջ կրում։ Ասենք դավաճանությունն էլ է ունենում գաղափարախոսություն, ազգադավությունն էլ է բացասական իմաստով գաղափարախոսություն։ Մյուս կողմում փաստորեն գաղափարական գրեթե ոչինչ չկար։ Եվ դա օգտագործվեց, ասեմ, ձայների մի զգալի տոկոս Նիկոլ Փաշինյանին գնացած ձայների մասն է, ասում, այն մարդկանց կողմից, ովքեր ասում էին, ոնց, ես պիտի ընտրեմ եւ այլ նյութական կողմը, թե պիտի ընտրեմ ինչ որ չափով արժե համակարգ ներկայացնող։ Հիմա դրանից այս կողմ գալով ասեմ, որ մենք այս փուլում, երբ խոսք է գնում սահմանադրության մասին, բարեբախտաբար դեռ հնարավորություն ունենք։ Այդ հնարավորությունը դեռ անցյալում տրված հնարավորությունն է։ Կա պատրաստի սահմանադրության նախագիծ,
որը Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դնել քննարկման, իշխանությունները պարտավոր են, եւ դնելու դեպքում դա իր համար նաեւ փրկողակ է, կարող է եւ Ալիևին եւ Ամերիկայի նախագահին կամ Պուտինին ասել, գիտեք, մեր երկրում մենք ունենք նախկինում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, նրա շուրջ համախմբված 16 քաղաքական ուժեր պետք է մի հատ զարթնել, նրանք էլ են քնած։ Այդ որ նախկինում ասում էին մենք ազգայինի հետ համաձայն ենք, այդ ազգայինի հետ համաձայները պետք է ազգային սահմանադրության շուրջ համախմբվելով միասին ներկայացնեն այլընտրանք։ Դա ոչ միայն մեզ սպառնացողների եւ մեր թշնամիների կստիպի զսվել, այլ նաեւ դա քաղաքակրթական ձեռքբերում կլինի, որը կրկնում եմ, եթե ինձ աջակցած լինեին այդ հարցում, այս խուժանությունները չէին լինի, որտեղ այդ սահմանադրությամբ նաեւ իշխանության ճյուղերն են հստակ տարանջատվում։ Բայց մարդիկ չգիտես ինչ էին մտածում։ Ասում են մենք գանք իշխանության կփոխենք։ Ասենք թե եկաք իշխանության, դուք ով եք որ փոխեք։ Մեկը պետքա իրավական տեսակետից այդ հարցը լուծվի։ Դուք մի բանի մասին գուցե բաց չուզեցիք այսօր խոսել։ Տեսեք, ընտրությունները չավարտված սկսեցին ընտրական օրենսգրքում այնպիսի փոփոխություններ կատարել, որը չկարողանան մասնակցել քաղաքացիները։ Այո, որը ընդհանրապես քաղաքացի հասկացությանն է հակասում։ Անցի նախկիններն արել էին այդ այլանդակություն, ասում են քաղաքացին եթե երկրից դուրս է, իրավունք չունի մասնակցելու, չէ՞։ Հիմա սրանք ավելի առաջ են գնում։ Այնինչ ընդհանրապես դա անհետեցություն է, դա հակաօրինական է։ Դա ասում եմ, եթե երկար ժամանակ Հայաստանում եղել այստեղ գործունեություն ես ազատ մարդ եմ, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ասված է, ամեն ոք ազատ է բնակավայր ընտրելու հարցում, բայց քաղաքացի նշանակում է երկրի տեր։ Ես իմ տան տերն եմ, հիմա ես եթե տանս չեմ ապրում 10 տարի, բայց այդ տան հարկերը վճարում եմ, տան գործերն անում եմ, ոնց իմ տանը ուրիշ մարդը կարող է, ուրիշ մարդ կա, այդպեսի բան չկա։ Քաղաքացի նշանակում է երկրի տեր։ Առանց քաղաքացու պետություն չկա։ Հիմա մեր պետության հիմնական հիմք հանդիսացող, հիմնական ուժ հանդիսացող միավորներին մարդկանց հեռացում են։ Այսինքն որ ասում են մենք ուզում ենք Հայաստանը հզորացնել, հակառակ բանն են անում։ Հայաստանը հզոր է նախ եւ առաջ իր քաղաքացիներով, նաեւ նրանց քանակով։ Եթե նրանք երկքաղաքացի են, մեկ է, նրանք քաղաքացի են։ Մենակ այն ստոր էգոիստներն են ասում, ոնց նա մի տուն ունի օրինակ բարձրաշարժ։ Ոնց է ստացվում, որ օրինակ հեղափոխության օրերին, հա, հաճախ են դիմում են Սփյուռքեին դրսում ապրող քաղաքացիներն, ասում են եկեք այստեղ, տեսեք ինչ փոփոխություններ են։ Բայց հիմա ուզում եմ որ երկրի կառավարման հարցում քաղաքացիների իրավունքները սահմանափակվեն։ Աշխարհի ոչ մի օրենքում մարդու իրավունքների վերաբերող որևէ հռչակագրում չի ասված, որ մարդու իրավունքները կարող են սահմանափակվել իր աշխարհագրական վայրի, իր գտնվելու աշխարհագրական վայրի պատճառով։ Եթե մարդը ունի իրավունքներ, մարդուն թողնենք մի կողմ, գանք առաջ, քաղաքացին ունի իրավունքներ, այդ իրավունքները չեն կարող սահմանափակվել։ Ես զարմացա այս քննարկումների ժամանակ ընդդիմությունից մեկից չլսեցի այդ բանը, որ մի հատ հարցն են, դուք գիտեք քաղաքացի ինչ է նշանակում։ Բա որ գիտեք քաղաքացի նշանակում է երկրի տեր։ Դուք ո՞նց եք համարձակվում ասել։ Այլևս երկրի տերը չեք։ Ուրեմն տերը դու ես, այն ինչ որ լակոտներով հավաքվում եք, տեր եք դառնում։ Տերը տերն է։ Ուրեմն դու անիրավ ես, դու ավազակ ես, գողանում ես նրանից իր ինքնորոշման իրավունքը, աստվածատուր բարձրագույն իրավունքը։ Պարոն Հայրիկյան, եւ փաստորեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո ընտրությունները անփոփոխ թողելու սրա շուրջ էլ այսպես շատ քննարկումներ ծավալվեցին, քանի որ գոնե ակնկալիք ունեին, որ Բարգավաճ Հայաստանի մասով կարող է այլ որոշում կայացվել։ Դրանից հետո ընդդիմադիր ուժերը հայտարարեցին, որ իրենք ամեն դեպքում վերցնում են մանդատները եւ գնում են խորհրդարան։ Չնայած նաեւ նրան, որ իշխանական թևն էլ ասում է, եկեք, տեսեք, ձեզ ոնց ենք դաստիարակելու, բոքսի տանձիկ եք դառնալու, այս պայմաններում ոնց է ծավալվելու աշխատանքը, ինչ է սպասվում խորհրդարանում։ Դուք հիշում եք երևի եւ բոլորը գիտեն, ես կանխատեսումներով չեմ զբաղվում, ես զբաղվում եմ նախատեսումներով։ Եթե իրենք որոշել են խորհրդարան գնալով ինչ որ բաների նպաստել, պիտի հասկանան, ասում են, որ աչքի առաջնեն կարծես անվստահություն հայտնելու գործընթաց է, ասում են, որ պահը գա, մենք այնտեղ ձայներ ունենանք։ Դե ես, քանի որ իրենց համարում եմ ամենակարևոր բաները չհասկացող ընդդիմություն, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սամվել Կարապետյանը, կարող եմ ասել բոլոր նրանք, ովքեր որ ընտրությանը մասնակցում էին, մանավանդ նրանք, որ հանդես էին գալիս նաեւ ազգային դիրքերից, տեսնում եք, որ նրանք ազգայինը չեն հասկանում, որ դա ինչ որ առանձին բան չէ։ Օրինակ մեկը վեր է կենում, ասում է 1914 թվականի սահմաններով Հայաստանը, գիտեք չէ, միջազգային շրջանակները Թուրքիայի արևելյան հսկայական զանգված
համարում էին հայկական ինքնավարության տարածք։ Նույնիսկ Բելգիայից եւ Հոլանդիայից գեներալ գուբերնատորներ էին ժամանել։ Մեկը ասում է, այ դա է հայկականը, ես ազգային եմ։ Մյուսն ասում է, Վիլսոնյան տարածքն է, սա էլ ասում է, չէ, ազգային, պակաս ազգային ես։ Բայց ազգայինը տարբեր բաներ է իր մեջ ներառում ու ամենակարևորը հայ մարդուն Հայաստանի տեր պատկերացնելու հասկացությունն է։ Հայկական արժեքները, օրինակ մենք միասնական ազգ ենք, չի ասում, տեսեք թուրքերը այսօր արդեն օգտագործում են։ Ասում են դու գրաբարով եք խոսում, չէ։ Այդ տարածքում ապրողները խոսել են գրաբարով։ Ինչպես Իտալիայի տարածքում ապրողները խոսել են լատիներենով։ Հիմա դրա համար դա հռոմեական կայսրություն չի, ծրվել է իտալացիներն առանձին են, ռումինացիներն առանձին։ Անկամ դա օգտագործում են մի պարզ պատճառով, որ ազգային կոչվածները ազգային արժեքներից շատ հեռու են։ Ինչով կարողացել եմ փորձել եմ օգտակար լինել, բայց հիմնականը համարել եմ հայ մարդն է, Հայաստանի քաղաքացին է, նաև ոչ հայը, Հայաստանի քաղաքացին, երկրի տերը։ Հիմա դուք որ ասում եք, նրանք մտածում են այսօրվա դիմադիրները, շատ բաներում նրանք նախնական փուլում չհասկացան թե ես ինչ էի ասում, չհասկացան թե ինչ ասում եմ։ Հիմա որոշ մարդիկ էլ մտածում են, պարլամենտ որ գնան պաշտպանված կլինեմ։ Այ սիրելիներս, այն երկրում որտեղ վարչապետը համարձակվում է ասել, այդ որ դատավորը կհամարձակվի ինձ հակաճառել, այդ երկրում ինչ անձեռնամխելիություն, ինչ օրինականություն, այն երկրում որտեղ ժողովրդավարության գլխավոր գործիքը, տեսեք, մարդիկ չեն կարողանում դա հասկանալ, ասում է եթե դու ընդդիմությունից բանավոր կամ գրավոր դիմում ես ստանում, պիտի քննարկես, թվում է թե ինչ որ տարօրինակ բան է, բայց սա հիմքն է, եւ ես իրենց ասում եմ, տղերք սա խախտված է, տիկնայք եւ պարոնայք, կներեք տիկնայք, ուրեմն խախտված է, հետեւաբար Հայաստանը այլևս ժողովրդավարական չի, իրենք դա չեն ընդունում, բայց ուզում են այսօր ինչ որ ժողովրդավարական կառույցները, պարլամենտը օգտագործել, ինչով կարող եմ օգտակար կլինել, բայց շատ ճիշտ էին նրանք, որ ուշացումով հասկացան, թե ինչ է նշանակում, օրինակ ես խոսեցի որոշ մարդկանց հետ, իրենք ընդունում են, որ այդ նախաձեռնությունը իրենք ուշ են հասկացել, անուններ չտամ, որովհետև մի քիչ բան է սա, որ սահմանադրական շարժում պետք է սկսել, ոչ թե պետք է սկսել, այլ շարունակել, մենք վաղուց սկսել ենք, հիմա շատ արագ, պետք է բոլոր քաղաքական ուժերը գան, ասեն, պարոն Հայրիկյան, դուք տվել եք սահմանադրություն 10 անգամ նախագիծ եք տվել, չեն քննարկել, դրա մասին ենք միայն խոսում, դա մի այնպիսի բան է, որ Հայաստանում 20 թվականին ստեղծվել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եղել է նախագիծ չի քննարկվել։ Այս սա պետք է բոլոր քաղաքական ուժերով հավաքվենք ու դա դնենք շրջանառության մեջ։ Եթե կկռահեն հիմա կհասկանան, ես էլի պատրաստ եմ օգտակար լինել։ Եթե չէ, հերթով այսպես կգնան։ Ես գնալու սովոր եմ, բայց իրենք որ սովոր չեն, թող մտածեն, թե ինչի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Հայրիկյան, զրույցի համար։ Արգելի ստուդիտողներ, հիշեցնեմ, որ մեր տաղավարում զրուցում ենք ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք։